աշխարհը արդեն անկառավարելի միջավայր է դառնում, որտեղ ուժի օրենքն է սկսել գործել, որտեղ միջազգային կառույցները արդեն կորցնում են իրենց դերը եւ նշանակությունը, եւ նաեւ այն գաղափարը մարդու իրավունքների անվտանգություն եւ այլն, որի վրա կառուցվել է այս անցած համակարգը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն գոյություն չունի։ Հիմա այդ առումով շատ կարևոր է հասկանալ, թե Հարավային Կովկասը ինչ վտանգների առաջ է կանգնած, որտեղ մրցակցություն է գնում հզոր երկրների միջև եւ այդ մրցակցությունը ձեռք է բերում նաեւ պատերազմական բնույթ։ Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում, Իրանում, Գազայում եւ ցավոք սրտի մենք նման դեպքեր կարող ենք այլ տեղեր նույնպես դիտել եւ ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկը դա Հարավային Կովկասն է։ Հիմա այդ մրցակցության տրամաբանության մեջ, որ մենք դիտարկում ենք այս գործընթացները, ապա TRIP-ը կարող է երկու ուղղությամբ զարգանալ։ Դա լինի համագործակցության ճանապարհ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, հույս ունեմ Իրանի հետ, որովհետև Իրանում ինչ զարգացումներ կլինեն, մենք չգիտենք, եթե Աստված չանի Իրանում քայքայման process գնա, հարվածեն եւ այլն, ապա մենք սարսափելի տարածաշրջանում կհայտնվենք։ Եվ այդ Վենսի այցը դրանով շատ կարևոր է։ Արդյոք Միացյալ Նահանգները կկարողանան համագործակցել Ռուսաստանի հետ մեր տարածաշրջանում, արդյոք իրենք ամեն ինչ անելու են, որ Թուրքիան դառնա գլխավոր երկիրը Հարավային Կովկասում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ինչը մեր համար վտանգավոր է, որովհետև թուրքական աշխարհի պրոյեկտում Հայաստանը ուղղակի կույրաղինք է։ Ինքը գոյության ապագա չունի, մենք ապագա չունենք։ Եվ մեր ապագան կախված է այդ տարբեր ուժերի հավասարակշռության, որոնք ունեն շատ կոնկրետ շահեր։ Եթե կոնկրետ շահեր կան, ուժերը հավասարակշռվում են եւ այդ դեպքում Հայաստանը գոյության շանս է ստանում։ Այդ տրամաբանության մեջ եթե մենք դիտարկենք Վենսի այցը, դա այլ բան է եւ շատ կարեւոր է լսել իրեն, ինքը այցի ժամանակ ինչ մեսիջներով հանդես կգա, ինչ տիպի ելույթներ կունենա, ինչ առաջարկներ կլինեն, բնականաբար հիմնական զարգացումները փակ են լինում եւ գաղտնի են լինում։ Մենք չգիտենք ինչ գաղտնի պայմանավորվածություններ կան Միացյալ Նահանգները, Ռուսաստանի, Հայաստանի գործող վարչապետի եւ Ադրբեջանի ղեկավարի ու Թուրքիայի, Վաշինգտոնում ինչ որ պայմանավորվել են, դա այն ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ փաստաթղթերում, որոնք օրենքի ուժ չունեն, իրավական հիմք չունեն, որ այնտեղ գրված է, եւ ինչ որ գաղտնի պայմանավորվածություններ։ Այդ ամեն ինչը մենք պետք է փորձենք կռահել համապատասխան հայտարարությունների ժամանակ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։